Ողջույն սիրելի լսողներ, ուրախ ենք, որ միացել եք նորից մեր podcast-ին։ Այսօրվա մեր հյուրը թուրքագետ, արևելագետ, պատմական գիտությունների դոկտոր պրոֆեսոր Ռուբեն Մելքոնյանն է։ Բարև ձեզ։ Բարև ձեզ, պարոն Մելքոնյան։ Շատ շնորհակալ ենք, որ մեր տաղավարում մեզ հյուրել եք։ Ես եմ շնորհակալ, որ ինձ հրավիրել եք։ Ես միշտ սիրում եմ այսպես դասական, լրագրողական, լրատվական հաղորդումների ժանրից տարբերվող հաղորդումներին հյուրընկալվեմ եւ եթե լինում է առիթ, անպայման օգտվում եմ այդ առիթից, այնպես որ շնորհակալություն, որ ինձ այդ առիթը ընձեռել եք։ Մենք երկար ժամանակ պլանավորում էինք, որ ձեզ հյուր կանչենք, անընդհատ ինչ-որ 2-3 շաբաթ քննարկումներ ենք։ Խառը բաներ էր լինում, դեմ էին ինձ հյուրել, ինչ որ Չէ, շատ տեսա հոլովակի նկարահանում ունեինք, հետո ինչ-որ տարբեր տեսակի տենց հարցեր էր առաջանում, անընդհատ տենց հետ են գնում ձեր հետ կապ հաստատելը։ Մեր այսօրվա ոդկասթը ուզում եմ սկսենք միգուցե շատ պրիմիտիվ, բայց ուզում եմ պատմեք կարճ համառոտ ինչ է իրանից ներկայացնում առհասարակ հայ-թուրքական հարաբերությունները բոլոր ժամանակներում։ Նայեք, դրա մասին իհարկե այսպես շատ կարճ հնարավոր չի խոսել, բայց որպեսզի ավելի հասկանալի լինի, մենք պետք է պատկերացնենք, թե երբ են սկսվել հայ-թուրքական շփումները։ Այսպես ձևակերպեմ, հայ-թյուրքական շփումները, որտեղ թուրքերը դրանք արդեն Թուրքիայի Հանրապետության ձևավորումից հետո, իսկ 1923 թվականից հետո այդ պետության քաղաքացիների մեծամասնությանը տրված էթնոանվանումն է եւ նաեւ իրենց ինքնության մեջ իրենց սկսեցին ասոցացնել հենց թուրք տերմինի հետ։ Մինչ այդ Օսմանյան կայսրությունում, որը գոյություն ունեցել դե յուրե մինչև 1922 թվականը, թուրք տերմինը քաղաքացիների համար չէր կիրառվում էր օսմանցի տերմինը եւ քանի որ Օսմանյան կայսրությունը կրոնապետություն էր, սուլթան այսինքն երկրի թագավորը նաեւ հոգևոր առաջնորդն էր, խալիֆ էր, քաղաքացիները նաեւ բաժանվում էին ըստ կրոնական պատկերության։ Հետևաբար քաղաքացիները ասում էին իրենք մուսուլման են կամ ոչ մուսուլման են եւ մուսուլմանի համար կա նաեւ այսպես պարտադիր մի ատրիբուտ, որ եթե իրեն հարցնում են դու ինչ ես, ասում են փառք Աստծո մուսուլման եմ, Էլհամդուլիլլահ մուսուլման եմ, այսինքն քաղաքացիների ինքնությունը կրոնական էր։ Հետևաբար թուրք ավելի ուշ շրջանի մասն է խոսքը, իսկ թյուրք դրանք այն ցեղերն են, որոնք տարբեր պատմական գործընթացների արդյունքում ծնունդ են տվել այսօր հայտնի ժողովուրդների, որոնց անվանում են թյուրքական ժողովուրդներ, օրինակ թուրքմեններ, ուզբեկներ, ղազախներ, ղրղզներ եւ այսպես շարունակ։ Եվ երբ է առաջի շփումը եղել, երբ որ 11-րդ դարում այդ թյուրքական ցեղերը, որոնք դեռ ժողովուրդ չէին, ցեղեր էին տարբեր, սելջուկյան ցեղեր, չգիտեմ, տարբեր անվանումներով ցեղեր էին, որոնք այսպես համախմբվում էին իրենց ցեղի առաջնորդի շուրջ եւ երբեմն այդ առաջնորդի անունով նաեւ մտնում էին պատմության մեջ, օրինակ նույն սելջուկի անունով, իրենք քոչվոր անասնապահներ էին, որոնք սկսեցին այսպես տեղաշարժվել Չինաստանից դեպի Կենտրոնական Ասիա, հետո Կենտրոնական Ասիայից էլ եկան հասան մինչև մեզ մոտ, այսպես ասած, եւ այդ իրենց տեղաշարժերը կոչվում էին թալանչիական արշավանքներ, այսինքն գալիս էին, թալանում էին, սպանում էին, ինչ որ բաներ վերցնում էին, հետ էին գնում էլի իրենց հիմնական բնակության վայրերը։ Քանի որ քոչվոր էին հիմնական բնակության, այսպես լոկալ բաներ չունեին, բայց այն արեալը, որտեղ ապրում էին եւ զբաղվում էին քոչվոր անասնապահությամբ եւ այլն։ Բայց 11-րդ դարի կեսերին փաստորեն իրենց այդ մտածելակերպը փոխվեց եւ իրենք որոշեցին ոչ թե թալանեն գնան, այլ թալանեն ու մնան, կամ մնան ու թալանեն, հա, մոտարապես այսպես եւ այդ արշավանքները սելջուկյան, որոնք մինչև այդ ասենք ավելի փոքր մասշտաբի էին, ավելի մեծ մասշտաբի եղան 1047 թվականին, իսկ Անիի թագավորության անկումից հետո 1045 թվականից հետո, երբ արդեն հայոց պետականություն չկար, բանակը բնականաբար կազմաքանդված էր, բայց այնուամենայնիվ դիմադրություն ցույց տրվեց, բայց սելջուկյան այդ արշավանքների հետևանքով նրանք կարողացան մտնել այս տարածաշրջան եւ այդ մուտքի համար իրենց համար շատ կարեւոր է Անիի գրավումը մեզ համար
կարևորագույն մեր գոհար մայրաքաղաքի գրավումը եւ հիմա էլ թուրքական եւ պատմության դասագրքերում եւ իրենց ստերեոտիպում անին համարվում է մուտքի դարպաս դեպի Փոքր Ասիա։ Նույնիսկ Թուրքիայի ասենք նախկին նախագահներից Աբդուլլա Գյուլը երբ այցելել էր անի ավերակներ, այդ արտահայտությունը արեց, որ սա շատ կարևոր տեղ է, այստեղից ենք մենք մտել, այստեղից ենք ստեղծել։ Եվ երկրորդ ավելի մեծ հաղթանակը արդեն Բյուզանդիայի հանդեպ էր 1071 թվականին Մանասկերտում, կոչվում է Մանասկերտի ճակատամարտ, հիմա Թուրքիայի համար դա շատ կարևոր ճակատամարտ է եւ Էրդողանը իր հետնորդներին այսպես կտակում է տոնել այդ ճակատամարտի 1000-ամյակը 2071 թվականին, դրանով ֆիքսվեց, որ հաղթում են Բյուզանդիային, գերի են գնում բյուզանդական կայսրը եւ արդեն սելջուկ թուրքերը այստեղ ոչ միայն ինչ որ եկել գրավում էին, թալանում էին, այլ արդեն այստեղ ամրապնդվում էին ու ձևավորվում է իրենց պետությունները։ Սելջուկյան սուլթանություն, հետո 1299 թվականին Օսման այդ ցեղերից մեկի ղեկավար Օսմանը ստեղծում է իր փոքր պետությունը, որը կոչվում է Օսմանյան պետություն, հետո դա լայնանում է, մեծանում է, հետո գրավում են Կոստանդնուպոլիսը 1453 թվականին, դառնում է Օսմանյան կայսրություն։ Այսինքն դառնում է այս տարածաշրջանի գերտերություն։ Ուրեմն հայ-թուրքական շփումներ մենք ֆիքսում ենք սկսած 1047 թվականից։ Դրանից առաջ եղածները լոկալ, ինչպես ասացի, կարող է բախումներ լինեին, շփումներ, այդ ոչ։ 1047 թվականից սկսված հայ-թուրքական շփումները, դրանք պատերազմական շփումներ են։ Դրանք դրական բարեկամական շփումներ չեն։ Այսինքն մեր հարաբերությունները ձևավորվել է կոնֆլիկտով։ Իրենք եկել են, անին գրավել են։ Իրենք եկել են, անի մարտաճարը վերածել են մզկիթի, որը մինչև հիմա իդեպ մզկիթի կարգավիճակ ունի։ Իրենք եկել են, սկսել են կոտորել, որտեղ փոքրամասնություն էին, բնականաբար պետք էր իրանց որ դառնային մեծամասնություն, ինչպես տեղի քրիստոնյաներին ձուլելով, ստիպելով կրոնը փոխել։ Իրենց համար կարևոր էր, որ մինչև այստեղ գալը իրենք արդեն իսլամ էին ընդունել։ Այսինքն իրենց մոտ կար նաև այդ իսլամը տարածելու, աշխարհում ավելի շատ իսլամական տարածքներ ձևավորելու եւ այլնի խնդիր։ Ու հետո այդ պետություններում, այդ սելջուկյան, հետո օսմանյան, քանի որ հիմքում դրվեց նաև կրոնը, հայերը ավտոմատ դարձան քրիստոնյա հայերը այդ պետության համար այսպես բնական թիրախ։ Այսինքն իրենք ավելի շատ հարկ էին մուծում, եթե մուսուլման չես, պետք է ավելի շատ հարկ մուծես։ Մուսուլման չես, դատարանում ցուցմունք տալու իրավունք չունես։ Մարդու իրավունքների բազմաթիվ բաներից զրկված են եւ այլն։ Ասած երկրորդ տեսակի երկրորդ, երրորդ նույնիսկ։ Հետևաբար, եթե ձեր հարցը ամփոփեմ, հայ-թուրքական շփումները, դրանք ես մասնագիտական կարծիք եմ ասում, դրանք մոտարապես փաստորեն 1000 տարվա շփումներ են, որոնք իրենց մեծամասնություն, լավ, 99%-ով դրանք բարդ, կոնֆլիկտային, պատերազմական, թշնամական շփումներ են երկու ազգերի միջև, իսկ ազգերի ներկայացուցիչ անհատների միջև, երկու երաժիշտի միջև, երկու բիզնեսմենի միջև, բնականաբար 1000 տարվա ընթացքում կարող են լինել նաև դրական շփումներ եւ այլն, ինչ որ բարեկամություն։ Հետևաբար հիմա երբ որ ասում են մենք ու միշտ ճշտամի չենք եղել, համսխալ են ասում, ամեն խառնում են անձնական շփումը ազգային շփման հետ, որովհետեւ ինչու էր մեր շփումը ազգային դժվար ճշտամական, որտեղ մեր շահերն էին իրար հակասում։ Այսինքն իրենք եկել էին ասում են պիտի անի մարտաճարը չլինի մարտաճար, այլ լինի մզկիթ։ Իրենք եկել էին ու ասում էին դուք պիտի հայերեն չխոսեք։ Իրենք եկել էին ու ասում էին մենք պետք է ձեր սովորույթները անարգենք, ձեզ պետք է հարգենք եւ այլն եւ այլն։ Ու դրա համար սկսվել է այս պայքարը։ Կայսրությունները ընդհանրապես այնպես չի որ ծաղիկներով են գնում այն տարածքներ որտեղ նվաճում են, բայց լինում են կայսրություններ, որոնք այսպես ավելի մեղմ տարբերակներ են առաջարկում այն ժողովուրդներին, որոնց տարածքները են գրավել են։ Հիմա թուրքերի պարագայում եղել է այսպես արյան, թրի եւ այլնի այսպես տարբերակ։ Դրա համար մեզ մոտ այդ ստերեոտիպը ձևավորվել է։ Ես մի հատ զուգահեռ տանեմ, մենք ասենք, չգիտեմ, պարսիկների հետ էլ դարավոր շփում ունենք, այո։
եւ Հայաստանը երբեմն գիտեք եղել է պարսկական պետության մեջ կամ բայց մեր մեջ բացի ավարայրի ճակատամարտի դրվագը այսպես հակապարսկական ատելություն չկա, որովհետեւ պայմանները այնպես չէ որ միշտ լավ են եղել, բայց երբեմն եղել են այնպիսի պայմաններ, որ հայերը իրենց իրավունքները, իրենց եկեղեցին եւ այլն կարողացել են պահպանել ու դրա վկայությունն այսօրվա Իրանում գործող հայկական եկեղեցիները եւ այլն դրա համար այսինքն պարսկական կայսրության հանդեպ ատելություն չունենք կամ քիչ ունենք, բյուզանդական կայսրության հանդեպ ունենք վերապահում, որ իրենք խարդավանքների վերջը կործանեցին անհի թագավորությունը եւ անդադ միջամտում էին մեր պետության գործերին, բայց թուրքական կայսրության հանդեպ ունենք այսպիսի բնական վերաբերմունք, որը հենված է եղած փաստերի վրա։ Այսինքն մենք այնպես չի որ ուզում ենք երջանիկ ենք, որ իրանց հետ ճշտամ ենք, այլ այդպես է ձևավորվել։ Ըստ եմը տրամաբանական հարց է Որը արդեն գենետիկ կարելի ասել փոխանցվում է ճշտամանքը Ես սերունդ։ հա, դրան կանդրադառնամ, գիտեք, չգիտեմ ձեր հարցը միգուցե կանխելով մի հատ այսպես փոքր թեքվեմ այլ դաշտ, հա։ Նայեք, գենետիկ մի քիչ չստացվի, որ մենք ծայրահեղական բան ենք ուզում ասել, բայց մի կարևոր փաստ կա, որ պետք է նաև մեր ունկնդիրները եւ մեր ժողովուրդը իմանա տարբեր մեթոդներով, այդ թվում եւ ձեր ոդքասթի։ Նայեք, ոչ միայն մենք ենք թուրքերին ճշտամի համարում, այլև թուրքերն մեզ։ Դրա ապացույցներից ամենակարևորը ես կարող եմ մեջ բերել իրենց էպոսը, բանահյուսությունը եւ իրենց տարբեր պատումներում էպոսային, այսպես ասած, օրինակ անվանումները տարբեր են, ասենք, իմ պապ Քորքուտի գիրքը, տենց թուրքական էպոսը կամ Քյորօղլի էպոսը, թուրքական էպոսներ են, ճշտամու կերպարում դրսևորվում է հայը։ Ընդ որում, ոնց է մեր Սասունցի Դավիթ էպոսում կան անվանումներ, չէ՞, ասենք Մսրա Մելիք։ Մսրը դա Եգիպտոսն է, Մելիքը, այսինքն արաբական երկրի կառավարիչ, հա։ Ուրիշ անուններ կհիշեք, Սասնա էպոսից Սասնու ծռեր։ Հիմա թուրքական էպոսում, ասենք, Տշնամի Էրմենի Քեշիշ, Տշնամու անվանում, Էրմենի Քեշիշ նշանակում է հայ քահանա, այ տերտեր։ Տշնամին, ընդ որում ասում է սև շորերով հայ քեշիշ, դու եւ այլն եւ այլն։ Սև շորերն էլ դա եկեղեցականի հետ հանդերձանք։ Հետարքիր դիտարկում, ասեմ, մեր գոլեգաներից Սամվել Ռամազյանն է շատ հետարքիր ուսումնասիրություն արել, այդ էպոսների ավելի վաղ շրջանում, մոտավորապես 12-13-րդ դարերում, որպես գլխավոր կերպարներից հերոսներից մեկը մի անվանում մի մարդ է, որին կոչվում են Թաքվուր։ Թաքվուրը ստուգաբանվում է թագավոր։ Եվ երբ որ վերծանում ենք, թուրքական էպոսի մեջ բացասական հերոսը Կիլիկիայի հայոց թագավորն է, որտեվ 13-րդ դար, 12-րդ դար դա Կիլիկյան շրջան է, եւ երբ որ նկարագրվում է, արդեն մենք կարող ենք պատմական, տեսեք, էպոսը բերենք պատմություն։ Թվերով էլ։ Հա, ասենք օրինակ տեսնենք Կիլիկյան հայկական թագավորությունը ինչպես է բախվել Սելջուկյան տիրապետության հետ, ինչպես են եղել իրար հետ, չգիտեմ, ճակատամարտեր եւ այլն եւ այլն։ Ու կարող ենք նույնիսկ ֆոկուսացնել, թե դա որ թագավորն էր մոտավորապես, ում ժամանակ է բախումներ ավելի խիստ եղել եւ այլն, բայց հավաքական փաստորեն հայ թագավորն է հակահերոս, Տշնամի, հայ քահանան է։ Հիմա սա էպոս է։ Հիմա էպոսը սերնդեսերունդ փոխանցվում է։ Հիմա 16-րդ դարում, ով այդ էպոսին ծանոթացել է 20-րդ եւ 21-րդ դարում, իր համար հիմա հայերից պարագայում Մսրա Մելիքը 21-րդ դարում, 19-րդ դարում մեզ համար Տշնամին էր, չէ՞։ Հիմա իրենց մոտ էլ Էրմենի քրալն է, այսինքն հայ թագավորն է, հայ Թաքվուրն է, այսպես Տշնամի, եւ բնականաբար դա նաև փոխանցվում է եւ կան ստերեոտիպներ, այսինքն նաև ասացվածքների մեջ, որ հայը խորամանկ է, խաբեփա է, չգիտեմ ինչ է եւ այլն, այսինքն բանահյուսությունը հագեցած է պատմականությամբ ու դրա դեմ այսպես անիմաստ է պայքարել, որովհետեւ բանահյուսությունը շատ լավ գիտեք, որ կոպիտ ասած կենցաղում էլ օգտագործում են, իսկ նշանները խոսքը
գիտենք որ Այնպես չի որ մենակ մեզ մոտ էլի, որ ասում ենք դու այսի վատ բան անողին ասում ես, թուրք չես եւ այլն, իրենց մոտ էլ այս նման հարյուրավոր բաներ կարող են բերել։ Բայց մենք թուրք ասելուց ի նկատի ունենք ավելի շատ անդաստիարակ, ագրեսոր, չարագործ այդ տեսանկյունից, բայց թուրքերը երբ որ ինչ-որ մեկին ասում են հայ, այդ ծայրահեղ ամենաբարձր վիրավորանքն է էլի իրենց մոտ։ Ես հիմա քաղաքական մի օրինակ կբերեմ, դա YouTube-ում էլ կա, Թուրքիայի այսօրվա նախագահ Էրդողանի ելույթը, որ ասում է ինձ ինչ ասես իմ քաղաքական գործունեության մեջ, ինչ ասես չեն ասել, ինչ վիրավորանք ասես, որ չեն ասել, կներեք անգամ հայ են ասել։ Սա մեջ բերում է բառացի, սա ես չեմ ասում, Էրդողանի խոսքը, կներեք անգամ ինձ հայ են ասել։ Ուղղակի բովանդակությունն է էլի մեր թուրք ասելու, հայ ասելու տարբեր, ու բացի այդ կարծեմ մուսուլմանության մեջ հայհոյանք տալել չի կարելիս, ինչքան գիտեմ դրա հետևանքով իրանք ուղղակի հայ են ասում, բոլոր հայհոյանքները իրար միախառն են։ Հա, այս քանի որ էպոսի այսպես բանալիստության մեջ ենք, նաև մի հատ էլ բան ասեմ։ Նայեք մենք իհարկե կողմ չենք ճշտամանկին, բայց մենք կողմ ենք ճշմարտությանը, մենք պետք է տեսնենք ում հետ ենք շփվում, ինչ ենք անում, ինչպես եւ չգիտեմ, մյուսների հետ ում հետ շփվենք, վրացիների հետ, պարսիկների հետ, եւ այլն, ռուսների, ֆրանսիացիների հետ։ Հիմա ասենք կա նույն այդ էպոսներում եւ բանահյուսական պատումներում ունենք հայ աղջիկա կերպար։ Հենց այդպես աղջիկ բառը նշանակում է հայ աղջիկ։ Հենց վերցնեն այդ բառը մի քիչ աղջատեն աղջիկ։ Դրա մասին երգեր կան, չգիտեմ, տարբեր եւ այլն, բայց բոլորում իմաստը հետեւյալն է, որ հայ աղջիկան պետք է փախցնել, իսլամացնել ու դարձնել հարեմի իր կանանցից մեկը։ Այսինքն դա ոչ թե ուղակի, չգիտեմ, հայ աղջիկը որպես ինչ, այլ բառացիից գրված է հայ աղջիկ, արի փողի կրոնը դարձի մուսուլման եւ այլն եւ այլն։ Երգեր կան այդպիսի եւ այլն։ Այսինքն հիմա սա մտածողություն է։ Եվ այդ մտածողությունը այսօր էլ 21-րդ դարի թուրք տղայի մոտ, երբ որ տեսնի հայ աղջիկը, ավտոմատ այդ մտածողությունը պետք է միանա։ Հիմա դա լավ է, վատ է, դա այլ բան է, բայց որ դա այդպես է, հիմա կարող մի քիչ ասածս բան թվա, բայց մեզ մոտ է կա, չէ, ռուս կամ սլավոնական արտաքինով, երբ որ հայ տղան աղջիկ է տեսնում, անմիջապես ինչ-որ ակտիվացումներ են նրա մոտ տեղի ունենում, չէ։ Հիմա նույն մի քիչ այլ ձևով, չի ասում ռուս աղջկան արի դարձի հայ առաքելակա եկեց հետո, բայց թուրքերի պարագայում մեր մոտ կրոնն էլ է մեղմ քան հա, թուրքերի պարագայում այդ ամենը ստերեոտիպային է, իրանցը ավելի խորքային էլի, մենք երևի փակ լինելուց մենակ ռուս կամ սլավոն ենք տեսել, մի քիչ ավելի բաց, հա, իրենց դեպքում էլ իրենց նպատակն է։ Բայց իրենք էլ այդ քո ասած ամեն ինչն է տեսել։ Բույն աղջիկներն էլ մի քիչ սիրուն չեն եղել։ Բույն, բուլղար, ռուս, ուկրաինացի։ Հայ աղջիկ։ Ամենահայտնի սուլթանուհին գիտեք, որ ուկրաինուհի է բանը, որի մասին նաև այդ հայտնի սերիալը կա, բան Հայաստանում էլ շատ են նայել այդ սերիալը, կոչվում է ռուսերեն թարգմանությամբ ասում են Վելիկոլեպնի վեկ, որը պատմում է Օսմանյան ամենաուժեղ սուլտաններից մեկի Սուլեյմանի մասին, որի կինը Հյուրեմը դա ուկրաինուհի գերի ընկած ստրկուհի է, Ռոքսոլոնա անունը, որը հետո դարձել է ինտրիգների եւ այլնի նաեւ սիրո արդյունքում ամուսնու վրա մեծ ազդեցություն ունեցող եւ հետեւաբար պետության վրա մեծ ազդեցություն ունեցող կերպար։ Հյուրեմ Սուլթանն ասում, այսինքն Հյուրեմ Թագուհին, որը ուկրաինուհի է եւ հետարքի է, որ նրանից ծնված որդին, որը հաջորդել է Սուլեյմանին, ուրեմն երկու մականուն ունի, մեկը Շեյք Սելիմ, իսկ թուրքերը շեյք չեն լինում, այսինքն դեռ սլավոնական արդյոք, եւ մյուսը հարբեցող Սելիմ։ Հա։ Սպիրտի հանդեպ ունեցել է շատ մեծ համակրանք։ Ես հատվածներ հիշեցի, վիդեոներով եմ տեսել այդ սերիալից հատվածներ, Թագուհու կերպարը հենց որ բաց աչքերով էր, մազերը շեյք էին, ավելի ռեժի, կոպիտ ասած։ Իմ մոտ այս մեր թեմայից տրամաբանական հարց առաջանում, որ պատմում եք բաներ, որոնք որ տպավորություն է, որ պետքա բոլորը իմանան, բայց շատ մարդիկ փորձում են այդ պատմական բաները ինչ որ խեղաթյուրել, մի փոքր փոխել, ինչ որ տարբեր ձև ներկայացնել, ամեն մեկը իր շահից ելնելով իհարկե, բայց ամեն դեպքում լիքը մարդ տրվում է այդ ռոպագանդային կամ հոգնել է ուղղակի այս իրականությունից, ուզում է գնա հանգիստ իր համար ապրի,
Չմեղադրելով իհարկե այն մարկանց, ովքեր որ ուզում են հանգիստ ապրեն, բոլորս էլ ուզում ենք հանգիստ ապրենք, բայց այդ ոնց է ստացվում, որ ոնց որ այդ ռոմանտիզմը թուրքերի կամ մուսուլմանների հանդեպ այդ տեսակ բարձր է մեկամնում, այսինքն պատմական տարբեր շրջաններում մեր այդ անընդհատ նույն բաները տեղի է ունենում, sense ոնց որ ռեժիմով մի 20 տարի մեկ նույն բանը հետներս լինի, բայց մեկը էլ ասում ենք լավ թե հեսա կարող է մի քիչ լավ լինի, էլի չգիտեմ, sense օրինակ Համիդը գնաց հեսա, երբ թուրքերը մի քիչ ոնց որ ավելի լավն են, էլի այդ ոնց է տենց լինում։ Իհարկե մի քիչ բան բարդ եւ այսպես համակողմանի հարց է, բայց ես էլ եմ այդ մասին շատ մտածել, փորձեմ տարբեր դրվագներով անդրադառնալ։ Համիդից սկսեմ։ Տեսեք, Համիդի կոտորածներից հետո, Համիդյան կոտորածներից հետո, ես գտել եմ փաստաթղթեր, նամակներ, որտեղ հայ անգամ հոգևորականները Համիդին դիմում են մեր սիրելի հայր տերմինով։ Այսինքն Համիդը, որը 300,000 հայ է կոտորել 1894-96 թվականին, 1901 թվականին նրան գրում է հայ մի երևելի, ասելով մեր սիրելի հայր։ Դա մի տեսակ բան է, բռնապետի հանդեպ ֆենոմեն է, եւ կարող ենք տեսնել, որ նույն կերպ դիմում էին Ստալինին, ժողովրդների հայր, սովետական միությունում։ Ընդ որում Ստալինին կարող էին ասել հայր մարդիկ, որոնց ծնողներին աքսորել էր Սիբիր, օրինակ։ Մա տեսեք Համիդին դիմում էին հայր մարդիկ, ում եղբորը սպանել էր Համիդը, Ստալինին ասում էր հայր մարդը, ում հորը աքսորել էր Սիբիր, եւ եթե նայենք, չգիտեմ, գրականությունը, որը վերաբերում է բռնապետներին, նույն Լատին ամերիկյան գրականության մեջ, ասենք, պարոն նախագահ վեպի մեջ կամ այլ, կտեսնեք, որ բռնապետներին այսպես վեցարում են, դիմում են հայր իմաստով, միգուցե դա մարդու հոգեբանության հետ ինչ որ կապված մի երևույթ է։ Ինչ վերաբերում է հարցի մյուս կողմին, տեսեք, մարդիկ մանավանդ հիմա 21-րդ դարում լրիվ գնում են դեպի կոմֆորտ։ Ձեն կոմֆորտը դարձել է պաշտամունքի առարկա եւ ուզում են հանգիստ ապրեն։ Ասացի պես, բայց բոլորս ենք ուզում հանգիստ ապրենք, բայց այդ հանգստության ձևեր կան, էլի, այսինքն երբ որ այդ հանգիստ ապրելու ճանապարհին դու զիջում ես ինքդ քեզ, դու զիջում ես քո պատմությունը, դու զիջում ես քո հիշողությունը եւ դու զիջում ես քո տեսողությունը, որ դու չես ուզում տեսնես, որ սա այսպես է։ Աչքերդ փակում ես, ասում ես այն հայտնի կապիկների արձանիկա, չէ, երեք է, մեկը աչքն է փակ, մեկը բերանը, մեկը ականջն է։ Հայ հիմա այդ մեր ժամանակներն, այսինքն ես չեմ լսում, որ sense բան են ասում։ Ով ասել, այտենց Էրդողանը այտենց բան չի ասել։ Իլհամ Ալիևը ով ասել այտենց բան։ Ես չեմ խոսում, ես քաղաքացիություն չեմ խոսում։ Աչքերն է փակում, ես չեմ տեսնում, որ ասենք, չգիտեմ, ինչ որ ճշտամական գործողություն է անում հենց այս պահին, օրինակ եմ։ Հետևաբար այդ միգուցե escapism տերմինով կարելի է դա բնորոշել, որ ուզում ես escape անես, խուսափես վատ բաներից, դու ուզում ես լավը տեսնես։ Եվ այդ կոնտեքստում դու ճշտամուն պետք է փոխես, դու սպառնալիքը պետք է համարես ոչ սպառնալիք։ Հիմա օրինակ էլի Համիդի հետ կապված, նայ 1915 թվականի ցեղասպանության այդ առաջի փուլը, որ սկսվում էր, ասում էին դե Համիդի ժամանակ էլ եղավ բանը այս կանցնի, տենց չի, երիկ թուրքերն այնպես չեն ոնց որ Համիդն է եւ այլն, բայց երիկ թուրքերի արածը ավելի սարսափազդու էր, քան Համիդի արածը։ Բայց անգամ այդ աքսորի ճանապարհին վկայություններ կան, հուշեր կան, որ աքսորյալ հայերը մեկա չէին հավատում, որ իրենց աքսորում են։ Այն դրա ամենաբան օրինակը միշտ բերում եմ մի քիչ տարբեր ռակուրսներով, հիմա եթե էլի հիշեմ, մեր հայտնի գրողը Գրիգոր Զորապը, որը նաև պատգամավոր էր Օսմանյան կայսրությունում եւ շատ մտերիմ էր Թալյատ Փաշայի հետ։ Թալյատ Փաշան վարչապետն էր եւ միևնույն ժամանակ ներքին գործերի նախարարը։ Գրիգոր Զորապի ասում էին ամենօրյա ընկերն է, իրար հետ նարդի են խաղում, չեմ երեխաները, բան Թալյատը երեխաներ չուներ, Գրիգոր Զորապի երեխաներին չեմ, քաղցրեղեն էր ուղարկում եւ որ Գրիգոր Զորապին երեկոյան ինքը Թալյատի նարդի խաղաց։ Առավոտյան գալիս են ձերբակալելու, հասկանում եք, պատգամավոր Գրիգոր Զորապը ասում է Թալյատը տեղյակ է։ Իսկն միամտության աստիճանը նայեք։ Իսկն Թալյատը տեղյակ է, որ ինձ ձերբակալում են։ Ոնց կարող տեղյակ չունի, դու դեպուտատ ես, եկել են քեզ բռնելու։ Ոնց կարող է երկրի վարչապետը չիմանա, որ քեզ տանում են։ Այսինքն չի ուզում հավատալ։
Եվ նայեք, այնտեղ Գրիգոր Զորապի կենսագրությունը իհարկե մի քիչ հակասական բաներ կան, բայց ինչ որ պահի ինքը զգացել է։ Եվ ոչ միայն ինքը, այդ ժամանակվա հայ քաղաքական գործիչներ, բայց կամ ինչ որ բաներ հապաղել են։ Մի մասը իհարկե քայլեր արել են, մի մասը միգուցե ուզել են այլ կերպ անեն, կանխել, բայց մի մասն էլ տեսել են, բայց չեն ուզեցել հավատալ, որ այդ աղետը գալիս է։ Եվ ինչքան ուզում եք ասեք, ամենառեալիստ գործիչներից մեկը եղել է Զորավոր Անդրանիկը, որ ասել է մեկ այս չեմ հավատում Թուրքիա։ Մեկ այս ձեր բարեկամությունը ինչ որ խոսում եք, խաղաղություն, բարեկամություն, այդ նույն տերմիններն են եղել։ Անդրանիկին են մեղադրել, ասել են դու բան ես, ծայրահեղական ես եւ այլն։ Մեկը ինքը ճիշտ է դուրս եկել։ Հետո մի վերջին տարիներին նաև մեր օրերում նույնիսկ Հականդրանիկյան ինֆոներային կարծում թուրքական ընտանիքներում, եթե ճիշտ գիտեմ, էլի մինչև հիմա էլ երեխեքի համար չար հերոս որպես։ Չէ, ես Հայաստանի մասին եմ ասում, որ Հայաստանում էլ Հականդրանիկյան տեսակետներ էր պատտվում։ Թուրքիայում ճիշտ է, հեքիաթներ կան, որ ասում են քնի թե չէ Անդրանիկը կգա այնտեղ երեխաներին վախեցնելու, հատկապես Էրզրումի նահանգում, որտեղ Անդրանիկը շատ IT գործունեություն ծավալել հակաթուրքական։ Եվ այլն, հիմա մի խոսքով, եթե բան անենք, ինձ թվում է տենց ուզում են չտեսնեն ճշնամուն եւ խուսափեն։ Ասենք ու նաեւ ինչ է, նրանք ովքեր խոսում են, ասում են, գիտեք, Թուրքիան իրական վտանգ է, ուզում են նրանցը չլսեն։ Ասում են, չէ, մեկը վատ բան ասելու եւ այլն, եկեք բան։ Միգուցե սա ջայլամային քաղաքացիություն ասենք, թե ինչ, բայց ամենայն դեպս մենք հատկապես մեր օրերում այդ մասին շատ ենք տեսնում։ Այսինքն փողոցում, երբ որ քաղաքացիներին հարցեր են տալիս եւ այլն, ես երբեմն այդ քաղաքացիներին այսպես մի տեսակ ոնց ասեմ, չեմ ուզում ասեմ խղճալով, բայց ժպիտով եմ նայում, երբ որ այդ քաղաքացին ճիքա գործադրում ցույց տալու համար, որ չէ ճշնամի չի, ինքը իրեն խափել է, հիմա ուզում է այդ իրեն խափածը նաեւ արտահայտի։ Բայց երևում է, որ ինքը իրեն խափել է։ Միգուցե նորից ազգային ու անձնական էլի ճշնամանքն ու հարաբերություններն են իրար հետ համատեղ։ Այո, այս կա, օրինակ ասենք թուրքերի հետ բիզնեսներ են անում, շատ նորմալ երևույթ է, չեմ առևտուր են անում, չեմ ինչ են ներկրում, շատ նորմալ է։ Պատերազմի ժամանակ էլ են արել թուրքերի հետ առևտուր, հենց որ շատ անհատ մակարդակով ես չեմ մտածում, որ ինչ որ մի հատ թուրք, եթե կարա փող աշխատի հայից, մտածել է, չէ, արի գնանք իրեն սպանենք, ավելի լավ է փող աշխատենք, բայց ինքը երբեք մեզ իրեն հավասար չի նայելու։ Բիզնեսը դե ազգություն չունի, հիմա եթե դու ապրանքը ծախում ես, հիմա ինչ կապ ունի հույնը առնողը հայա թե չգիտեմ ինչա, ինչ կապ ունի, դա ոչ մի կապ չունի։ Բայց բանը այսպես երբ որ դու այդ անձնականը բերում պրոյեկտում ես մեծ քաղաքականության վրա, այստեղ սխալվում ես։ Այսինքն կարա մի հատ առանձին թուրք Իբրահիմ անունով բիզնեսմեն, ու այդ առևտուր անի եւ իրենք ասեմ շատ լավ են բիզնեսի մեջ, մի հատ էլ կարող են զեղչեր անել, հետո ապրանք ուղարկել, ասենք այդ ապրանքի հետ նաեւ նվերներ քեզ ուղարկել, եթե չեմ նոր տարի լինի, ծնունդիդ ինչ որ հատուկ եւ այլն, ժեստեր անել, նորմալ է, արևելյան առևտրի ոճ է, ոչ մի խնդիր չկա, բայց այդ նույն Իբրահիմը որպես Թուրքիայի քաղաքացի միևնույնն է իր շահը քո շահին դեմ է, քո պետության շահին դեմ է, եւ դու երբ որ մտածում ես որ բիզնեսմեն Իբրահիմը ու Թուրքիայի քաղաքացի Իբրահիմը իրեն մտածելակերպով նույնական են, այդտեղ դու սխալվում ես, այդտեղ դու շատ սխալվում ես, բայց եթե դու նույնիսկ ինքդ սխալվում ես, հետո սկսում ես այդ քո սխալը վիրուսի պես տարածել հարևաններիդ մեջ, այդտեղ դու կրկնակի վատ բան ես անում, էլի։ Դա համար ասենք, հիմա չեմ ասում ենք պիտի անդադ վախենանք, զգուշանանք ստրեսի մեջ, բայց այդպես է, հիմա լավ, մեր օրինակը մի կողմ, բա հույները Հունաստանը Թուրքիայի հետ շատ լավ բաց հարաբերություններ ունի, սահմաններ ունի եւ այլն, բայց դե ՆԱՏՕ-ի մեջ են իրար հետ իրար։ ՆԱՏՕ-ի մեջ են, բայց դուք եթե շփվեք երբևէ հույների, ցանկացած հույնի Թուրքիայի մասին, թուրքերի մասին հարցնեք, կտեսնեք, որ այդ միշտ այդ ինչ որ զգուշավորությունը, միշտ ինչ որ հիշողությունը։ Ես կիպրեցիների հետ եմ շփվել ու նույն կարծիքը շատ վատ, որ մեր հանդեպ էլ ինչ որ խղճահարություն, որ մենք էլ ենք անցել այդ ամբողջի միջով, գիտենք։ Ես ձեր ոդկասթից եմ լսել, որ Աթենքում, Ստամբուլ, Աթենք, չվերթը Կոնստանտինոպոլիս է գրած։ Այո։ Իմ համար այդ
նու Հայաստանում այն թեմաների հետ լսեցի զուգահեռ տարա, որ երբ որ չգիտեմ Արարատի մասին էր թեմա գնում կամ ինչ որ եկեղեցու դեմեր, ու տեղ ձեր ոդկասթով լսում եմ, որ այն մարդիկ էլի միջև հիմա Կոստանդնուպոլիս են ասում, ու չկա պատերազմ, ոչ մեկ իրենց վրա չի հարձակվում դրա համար, ամեն դեպքում այդ իրենց հիշողությունն է, իրենք իրենց չեն հանում այդ ուղղակի իրենց մի մասն է։ Իհարկե Հայաստանից Հունաստան շատ մարդիկ են գնում։ Ինձ չեն հավատում, թող օդանավակայանում նայեն, տեսնեն ռեյսը, Աթենքից Ստամբուլ գնացող ռեյսը ինչա գրած հունարեն։ Թող տեսնեն գրածը Կոստանդնուպոլիս, որը իրենք կորցրել են 1453 թվականին։ Որի համար անգամ Ռուսաստանն է եկել Կրիմ արևոր վերցնի, բայց մայրերը իրենց են անում։ Եվ այնտեղ իրենց բանակի երկերի մեջ կա այդ հակաթուրքականությունը, քաղաքական խոսույթում կա եւ այլն, բայց բաց սահմաններ ունեն, կարող են գնալ գալ, կարող են իրար չեմ տարբեր դաշինքներում լինել, որ այսինքն իրենք չեն խառնում էլ մեկը մյուսի հետ, բայց հիմա այդպեսին է այս երկիրը, մեր հարևան երկիրը այդպեսին է։ Հիմա մենք չենք ասում շփում չունենանք, միայն ինչ-որ վատը պարփակվենք, բայց իմանանք որ այդպեսին են։ Հիմա ինչ վատ է որ դու իմանաս, եւ ինչ վատ է որ իմանալով հանդերձ դու կարողանաս ինչ որ բաց սահմաններ ունենալ, շփումներ ունենալ եւ այլն, բայց իմանաս որ այսպեսի վտանգներ կարող են լինել կամ այսպեսին է իրենց մտածողությունը, որ իրենց էպոսում այսպես է, հիմա ինչ վատ է դա։ Դուք էպոսներից շատ եք խոսում, ես տարբեր ոդկասթների ժամանակ լսում եմ անգամ Ֆինլանդիայի էպոսի մասին։ Ինձ հետաքրքրեց, մտա բան արեց էլի, թե ինչքան կարա էպոսը մարկանց մեջ այդ ոնց որ այդ ազգային էթնիկ պատկանելիության մասին դու հասկանաս, ոնց որ այն նրանք հասկանան, թե ով են իրանք, նույն ձևի մենք հասկանանք, թե ով ենք մենք։ Բայց ես իմ փոքր ժամանակվանից հիշում եմ, որ մեր մոտ որ չգիտեմ այդ կրթության մեղավորություններ կամ ուղղակի ժամանակաշրջաններ տենց որ հետ պատերազմյան վիճակ էր, ինչ որ մարդիկ տենց լիքը բաների հետևից չէին հասցնում գնային, բայց ես չեմ ասում որ պիտի ճշնամանք ձևավորվեր թուրքերի հանդեպ կամ ադրբեջանցիների հանդեպ, այս դպրոցում սովորացնային որ պիտի գնաս, չգիտեմ, գլուխը կտրաս կամ ցենց ինչ որ մի բան, բայց ես փոքր ժամանակվանից հիշում եմ, որ ասում են, դե սահմանը փագա, կյանքը լավ չի, ես իմ պիտի մի օր իրար այդ բան անենք, հենց պտիով էլի, սենց պիտի իրար այդ ինչ որ մի օր, չգիտեմ, շփվենք, հարաբերություն ունենանք, ապրենք իրար այդ բան։ Փոքր ժամանակ մտածում էի, դե եթե մեծերը տենց են ասում, ուրեմն ինչ որ մի բան գիտեն էլի, որ ասում են, չնայած որ օրինակ պապայիս ընկերների շրջանում շատ կային պատերազմի մասնակից, ինչ որ բաներ արած, այն որ մտածում էի, թե լավ խի են այս մարդիկ սենց, այն մի մարդիկ են սենց, բայց sense մեջտեղն է էլի իրանց մտածում եմ լավ երևի մի քիչ իրանք են ճիշտ ասում, մի քիչ իրանք են ճիշտ ասում, հետո մեծացա հասկացա որ չէ էլի իրական երբ որ պատմությունը նայում ես, պատմությունը անդադ կրկնվում է, դու էլ քեզ ճակերտավոր ասած երբ որ դնում ես էշի տեղ, մի օր էլ իրանք են քեզ էշի տեղ դնում, երբ որ ես ծառայում էի, մի հատ հրամանատար կար, սնայպեր, ասում էր որ դաշտում մասկիրովկա այրեն չեմ հիշում այդ բառը, մասկիրովկա լինելուց պիտի նես լինեք, որ ճշնամին տենա մտածի խոտա ու անցնի ոչ թե մտածի խոտա հնձի ու գնա։ Հիմա այդ է ոնց որ մենք մեզ մտածում ենք դե խոտա բանի տեղ չեն դնի անցնեմ, բայց ոնց որ հնձում գնում են էլի։ Դրա համար մի քիչ Վինի Պուխը հիշում ես մուլտը, այն որ հիմա իհարկե երիտասարդները քիչ են նայում այդ սովետական շրջանի մոտ, այն որ Վինի Պուխը արջը ուզում է մեղուների բարձանավոր մեղր վերցնի եւ թռնում է ու երգում ասում է ես բան я տուչկա я вовсе не медведь ես այս որ մեղուները լսեն որ ինքը արջ չի այլ բանա ամպա որ իր վրա չարցակն այն մոտավորապես այդ ինքնախապեյության բանն սահմանի հետ կապված շատ կարճ ասեմ բնական է հարց ուզում էի ցես տալ բնական որ ինչ որ պայ պետք է սահման բացվի բան բայց հասկանում եք այդ սահմանի բացելը վերածել են երկու առումով սխալ բան մեկը ֆետիշացրել են շատ մյուսը սարքել են այսպես ասած բան ինչ իդեա ֆիքս երբ պետքա նորմալիզացնել էլի ամեն դեպքում իհարկե հիմա նայեք ասենք էլի Հունաստանի օրինակը շատ լավ օրինակ դրա համար անդադ բերում եմ Հունաստանի սահմանը բաց է սահմանին կանգնած է հույն սահմանապահը որը այդ ազգային մտածելակերպը ինչ որ բան ամեն ինչ գիտի բայց սխմում է շտակ բան բացում է թուրքական մեքենան անցնում է թուրքի անձնագրում ինչ որ պեչատ դնում կամ չի դնում եւ այլն նորմալ է բայց դու չես կարող այդ սահմանը բաց լինելու պատճառով էլ եմ ասում ամեն ինչը զիջես եւ ասենք ու հաշվարկպես չիրես ինչ որ հա բացենք սահմանը բայց ինչի դիմաց եթե իրենք ուզում են բացեն նորմալ է մենք էլ ենք ուզում բացենք բայց եթե իրենք ասում են այս բաներ սահմանադրությունը ձեր փոխեք նոր սահմանը բացենք
Այդ ասենք աբսուրդ Արարատը չի։ հանեք նոր բացի։ Աբսուրդ չի դա։ Այսինքն Արարատը հանեք, որ հանգարց մեր քաղաքացին մտնի, իր պեչատի մեջ չխփեք Արարատը։ Այսինքն դա արդեն շատ բան է, վերաբերում է ոչ միայն քո քաղաքականությանը, քո ինքնությանն է վերաբերում, քեզ վիրավորում է, քո հոգեբանությանն է կապնում եւ այլն։ Հետևաբար այդ սահմանի բացելը տենց մի քիչ բան է, ուռճացված երևույթ է, ու դրան գումարած ասենց սպասում են, որ այդ սահմանը բացելու են ու այնտեղից միլիոններ են գալու եւ այլն։ Ես ամենայն անկեղծով ասում, դեռ հաշվարկված էլ չի այդ սահմանի բացելը երկարաժամկետ ու կարճաժամկետ ինչ հետևանքներ է ունենալ, որտեվ այդ պետությունը ունի իր քաղաքականությունը, իր ագրեսիվ, փափուկ ուժի եւ այլն, տնտեսական, այդ ամեն ինչ մենք պետք է հասկանալ, հաշվարկել նոր բան անել, չասած, որ մեր սահմանը ընդհանրապես այդ մարգարայի կամուրջը շատ փոքր նեղ կամուրջ է եւ հարց է հիմա 21-րդ դարի պետության ու փոքր պետության համար համապատասխան դա միակողմանի մի հատ մեքենա անցավ, պիտի սպասի այն դիմացի մեքենան մինչեւ նա անցնի։ Մի խոսքով ինքը բավական բարդ բաների հետ է կապված եւ այն որ ասում են Ջորջ ջան սահմանը կբացվի, հիմա օրինակ ես պատժամիջոցների բանում չէ, ասում եմ Թուրքիան սահմանը կբացի եւ մենք ինչ ենք արտահանում։ Մենք արտահանում ենք միրգ, բանջարեղեն։ Թուրքիան էլ այդ նույնը արտադրում եւ արտանում։ Թուրքիան պետքա դեղց ներկրի Հայաստանից, երբ որ ինքը ունի, կամ պամիդոր ներկրի, երբ որ ինքը անծայրածիր ջերմոցներ ունի։ Ինչ պետք է Հայաստանից կոնյակ պետք է տանի, երբ որ Թուրքիայում իսլամական տրամադրությունը բավական լուրջ են եւ սպիրտի հանդեպ այն շուկան չի մի խոսքով։ Եվ այսպես շարունակ։ Դա համար դες մի քիչ հետո նայ ճշտամու կերպարի փոփոխություն ենք մենք նաև նկատում ենք քո նախորդ հարցի հետ կապված էլի ասում այ թուրքը այդքան վատ չի բայց այ ռուսը վատ է բելարուսը լուկաշենկոն վատ է եւ այլն քանի որ ոնց որ մենք իբր ճշտամու կարիք ունենք ստերեոտիպի մենք դե լավ էս չի ու մենք եք սրանց դե առանց ճշտամի ոնց որ հերոս չի լինում պիտի մի բան ստեղծես քեզ ճշտամի որ հերոս կարանաս հերոսանաս բայց դա սահմանի հետ կապված մի հատ հարց առաջացավ իմ մոտ որ լսել էի որ Թուրքիան ուզում էր այդտեղ ինչ որ Թալատ Փաշայի թե ում անունով Սարգի թե արձան դնի ուստի հարցը սենց ձևակերպեմ որ այդ տեղանունների կամ ինչ որ սիմվոլիկաների հետ կապված ինչ են տալի առհասարակ այդ տեղանունները պատմականորեն կամ մշակութային, չգիտեմ, սարի անունը կամ եկեղեցու անունը կամ անգամ երգի անունը, որ իրենք վերցնում փոխում են իրանց ձևով են սարքում։ Ինչ է տալի տեղանվան անունը կամ այդ տեսակ ոնց որ գերբը զինանշանը ու այդ տեսակ բանը փոխելը, թուրքացնելը, մուսուլմանացնելը, ինչ է տալի իրանց ու ոնց մենք պիտի պայքարենք դրա դեմ։ Տես նայն նախ սահմանի մասին Թուրքիայի խորհրդարանում մի պատգամավոր էր առաջարկել, որ եկեք հայ-թուրքական սահմանը Թալատ Փաշայի անունով դրենք ուղեկալը, դա ուղղակի հնչել էր, բայց այնպես չի, որ թուրքական քաղաքական գործիչներին դա խորտ մտածողություն։ Երկրորդ Թալյաթի արձաններ, փողոցներ, դպրոցներ բազմաթիվ են Թուրքիայում, բազմաթիվ։ Թալյաթի անունով դպրոցներ կան, պուրակներ կան, եւ այլն, այսինքն դա իրենց օֆիցիալ հերոսներից Թալյաթն էլ մյուսներն են։ Տեղանունները տեսեք Թուրքիան հետևողական քայլեր է արել տեղանունների փոփոխության եւ ինչու սա նույնպես կապված էր առաջին հարցի հետ երբ որ իրենք եկան սելջուկները եկան սկսեցին գրավել իրենք փոքրամասնություններին պետք է ինչ անեին մեծամասնություն փորձեին դառնալ ու պլյուս հայտնվել էին մի արեալում որտեղ ամեն ինչ օտարահուն չէր իրենց համար կամ հունարեն էր կամ հայերեն էր եւ իրենք պետք է բնականաբար փոխեին ասենք եթե գրավել էին բյուզանդիայից տարածքներ եւ ստեղծել էին տեղ իրենց մայրաքաղաքը չէին կարող թողել բյուզանդական կամ հունական հնչողությամբ կամ հայերեն հետեւաբար սկսեցին տեղանունները փոխել եւ ձևակերպումը այսպես է մեր աշխարհագրությունը ներկենք մեր գույներով իրենց դեվիզը այդ է եւ ես ձեզ կարող տարօրինակ թվա բայց ես ձեզ փաստ ասեմ առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ բուն պատերազմական ռազմական գործողությունների թեժ պահին Թուրքիայի պաշտպանության նախարար Էնվեր Փաշան հատուկ հրովարտակ հրաման ուղարկում տեղանունների փոփոխության մասին հայկական տեղանունները փոխել պատկերացնում պատերազմի մեջ գտնվող երկրի պաշտպանության նախարարը տեղանունների փոփոխության մասին հրաման է տալիս այսինքն ինչքան ունի կարևորություն իսկ ավելի ուշ Թուրքիայի Հանրապետության
ձևավորումից հետո այնտեղ ձևավորվեց պաշտոնական հանձնաժողով, կոչվում տեղանների փոփոխության հանձնաժողով, որը տասնյակ հազարավոր տեղանուններ փոխեց եւ դա պետականորեն բաներ, այսինքն կառավարության կից հանձնաժողով էր եւ իրենց համար դա շատ կարեւոր եւ հիմա երբ որ նայում եք հայահունչ անուններ պաշտոնապես չեն մնացել պաշտոնապես որը որ հայերեն է Վան, Մուշ, Կարս մեկնաբանները կա որ իրենք հայկական վերսիայով մի քիչ ձևափոխած են, ոչ թե թարգմանել են, Էրզրումի դեպքում Էրզրումի, այո, տեսեք հետո այնտեղ օրինակ ուշադրություն դարձած որ հանկարծ տեղանվան մեջ եկեղեցի բառ չլինի, ասենք, եկեղեցու թեկուզ թուրքական ձևերը, ասենք Ղարա Քիլիսա եւ այլն, Քիլիսա տերմինը չլինի, Զանգ տերմինը չլինի, Խաչ տերմինը չլինի, որը ավտոմատ կհիշեցնի բանի Այնպես որ դա ունի շատ կարևոր նշանակություն իրենց համար, ոչ միայն իրենց համար։ Պատկերացրեք, ասենք երեխա է, որ ծնվել է ապրում է մի գյուղում, որի անունն է, ասենք, ինչ ասեմ, չգիտեմ, հայկական sense շատ վառ բան հիշեցնող անվանում, եւ ինչա իր մոտ տեղի ունեն։ Իսկ ինքը թուրք է, Թուրքիայի քաղաքացի է, բայց ապրում է մի գյուղում որի անունն է, ասենք, Կարմիր եկեղեցի։ Ոնց կլինի։ Ավտոմատ իր մոտ չէ բարձր կառաջան, չէ։ Դրա համար իրենք փոխում են։ Եվ սա նաև տարածքի յուրացման բան է։ Հիմա դուք տեսեք Արցախյան 44-օրյա պատերազմից հետո առաջին քայլերից մեկը որ արեց Իլհամ Ալիևը տեղանունների փոփոխությունն է։ Մի անգամից Արցախի տեղանունները փոփոխվեցին եւ դրանով չբավարարվելով սկսեցին փոխել նաև Հայաստանի Հանրապետության տեղանունները։ Եվ որ Վարդենից չեն ասում, Սևան չեն ասում, իրենց տերմինոլոգիայի մեջ Գյոյչա են ասում, Բասարգեչար են ասում եւ այլն։ Այսինքն պատկերացրեք, որ տեղանունները մեծ քաղաքականության մաս են։ Եվ արևելագետների համար մի տեղանվան օրինակով շատ հեշտ է բացատրել դա։ Տեղանուն չէ, մի անվան օրինակով շատ հեշտ է բացատրել։ Մանավանդ հիմա մեր օրերում։ Խոսքը այն ծոցի մասին է, որը մի մասը Իրանինն է, Պարսից ծոց, ասում են Պարսից ծոց, մյուսը արաբական երկրներն են, նրանք ասում են արաբական ծոց։ Հիմա դա իրենց երբեք Իրանում որևէ պարսիկ, պաշտոնյա չի ասի արաբական ծոց, եւ նույնն էլ արաբական երկրում որևէ մեկը չի ասի Պարսից ծոց։ Հիմա արևելագետներին դա ինչպես են բացատրում, ասում են եթե պետքա չեզոկա լինել, ասում եք ծոց ուղակի։ Ծոց եք, որ եթե հանկարծ մի միջավայրում եք որտեղ եւ պարսիկներ կան եւ արաբներ, ուղակի ծոց ասեք։ Մեր լեզուն մեզ դա թույլ է տալիս այդ մանևրը։ Բայց եթե ուզում եք իրանցիներին սիրաշահել, կարող եք ասել պարսից ծոց, ինչ որ այնտեղ։ Եթե ուզում եք արաբներին դեմարշ անել, կարող եք նրանց ներկայությամբ ասել պարսից ծոց։ Այսինքն մի տեղանվան շուրջ կարելի է ամեն ինչ բանը քաղաքականությունը, ժեստերը, մեսեջները եւ այլն կառավարել։ Հիմա դուք տեսեք Ադրբեջանը ինչ խիստ է արձագանքում, երբ որ հանգարց ասում են Լեռնային Ղարաբաղ։ Ասում են նոտա է ուղարկում, ասում ենք չունենք տենց բան, մեր կոչվում ուղղակի Ղարաբաղ։ Եվ այդպես մնացած ամեն ինչ։ Բայց եթե մենք ոնց որ պատմականորեն ամրագրված է տարբեր փաստաթղթերում նշված, դաժե անգամ հիշում կոպեկներ կար ռուսական սովետական միության ժամանակ որ Նագորնի Ղարաբաղի ռեգիոն տոլի չեմ հիշում, sense ինչ որ մի հատ նկարը ունեմ ինչ որ մի տպած կգտնեմ ոդկասթից հետո եթե դա ամեն ինչը կա փաստաթղթավորված եւ այլն հասկացանք որ միջազգային իրավունքը հիմա չի գործում բայց ամեն դեպքում չենք կարա ինչ որ մի ձև ասենք որ չէ տեսեք որ հեսա գրած է եղել է օրինակ համար 50 թվին 1940 թվին գրած է որ sense է եղել հիմա ինչին ենք դեմ գնում պատմությանն ենք դեմ գնում թե ինչ նայ այդ ամեն ինչը պետքա ամրագրվի քաղաքական քո ուժով հիմա նախկինում էլ կոչվել է Տիգրանակերտ ասենք Տիգրան Մեծի ժամանակ հիմա դու չունես այդ ուժը որ դա պահես չէ հետեւաբար երբ որ պատմական տեղանունը կտրվում է քաղաքական սնուցումից այդ երակը կտրվում է ինքը բնական է որ կարող աղճատվի կարող է իրեն մոռանան կարող ոնց ուզեն բանը հիմա ձևակերպումը հետեւյալն է
Մենք օֆիցիալ Ալիևը ասում ենք, մենք հրամբան ունենք, օրենք ունենք, մենք փոխել ենք, էսա մեր տեղանուն։ Հիմա տեղանվան հետ կապված մի հատ էլ հետարքիր օրինակ բերեմ, քանի հիշեցի։ Ընդ որում տեղանվան չէ, երկրի անվան, որ նաև հենց Թուրքիայի բանը տեսնեք, զգայունությունը, sensitivity-ն ինչպես ասում են։ Թուրքիայի պաշտոնական անվանումը ինչպես է եղել, անգլերեն անվանումը, Turkey, հա, հնդկահավ։ Turkey-ն ունի երկու իմաստ, չէ՞ անգլերենով, հնդկահավ։ Ուրեմն երկար տասնամյակներ նա կարող էր լինել ինչ որ ծաղրանկարների Թուրքիան խորհրդանշվել հնդկահավի հետ, մանավանդ սուլթանական հանդերձանքը բան եւ այլն, ինչ պետուրների հետ զուգահեռվեր եւ այլն։ Ուրեմն Էրդողանը հասավ նրան, նախ ասեց, որ ինձնից առաջ եղածները մեր երկրի պատիվը չեն պաշտպանել, որ միջազգային ասպարեզում թույլ են տվել հումորներ բաներ անեն, հասավ նրան, որ պաշտոնապես Մակում եւ մնացած բոլոր տեղերում անվանումը փոխվեց այդ երկրի եւ հիմա այդ երկրի պաշտոնական անվանումը Turkey չի, Թուրքիա է, անգլերենով Թուրքիա է, որը Թուրքիա բառի թուրքերեն տարբերակն է։ Եվ եթե հանկարծ որևէ մի միջազգային փաստաթղթում, դա եղել է մի քանի տարի առաջ, եթե որևէ մի միջազգային փաստաթղթում գրված լինի Turkey, դա միջազգային սկանդալի հիմք է։ Իրենք ուղղակի չվերցնեն փաստաթղթ, կամ նոտա ուղարկեն, ասեն, էս ինչ է խոսում։ Այս ինչ եք գրել, այս մեր երկրի անունը չի։ Այնպես որ այդ տեղանունները, երկրի անունները եւ այլն շատ կարեւոր են, այսինքն դու նաեւ պետքա բայց ուղղակի ուժ ունենաս դա պաշտպանելու։ Եթե հիմա քո երկրի անունը աղավաղված են տալիս, դու ձայն չես անում, այդ դա նույնն է, որ քո ամուսնանունը ուրիշ ձև ասեն, դու ձայն չանես։ Պոդքասթի ամենավերջում ուզում եմ գանք մշակութային վերջին։ Իրականում ձերը շատ հետաքրքիր է, կարանք շատ Մենք խոսանք։ ժամերով կարող ենք լսել։ Ես կարամ էլի ես դասախոսության նման եմ լսում ճիշտն ասած, ընթացքում հարցեր կարևոր մտածել էինք, որ պետք է։ Ես էլ եմ մտածում, որ դասախոսության պես։ Բոլոր հարցերին պատասխանելով գնում եք, ոնց որ մենք չենք ընդ։ Դες բիոտոկեր ունենք։ Նարեկ այդ ոդկասթը որ լսում անդադ ընդհատում, մենք չենք ընդ։ Արեկ ունի մեղքեր։ Եթե Նարեկը նայում է կատակով էլի։ Ուզում եմ խոսանք մշակութային հատվածի մասին արդեն, որը որ վերացել է թե ֆիզիկապես, թե գաղափարային իմաստով, այսինքն ինչ որ բաներ վերցել են, ասել են, չէ, հայկական չի, քրդական է, թուրքական է, պարսկական է կամ ինչ որ ձևով վերափոխել են։ Առհասարակ ինչ է տալիս մշակույթը ինքնության ու ազգի ձևավորմանը ու ինչ է լինում, երբ որ մշակույթը հանում ես այդ ամեն ինչից։ Դե բնականաբար մշակույթը ազգի, ինչ ասեմ, այսպես առանցքներից մեկն է եւ ազգերը նաեւ լինում են մշակութաստեղծ, այսպես ազգեր, որոնք նաեւ այդ իրենց մշակույթը կարողանում են դարձնել ոչ միայն իրենց, այլև համաշխարհային, չէ, ամբողջ մարդկության, այսպես ասած, ձեռքբերումը։ Հիմա եթե դու ազգի ստեղծած մշակույթը իրենից վերցնում ես, բնականաբար դու իրենց վերցնում ես իր պատմությունն ու իր պատկանելիությունը տվյալ տարածքին։ Հիմա երկի ասպարեզում իհարկե ես այդպես շատ բան չեմ կարող ասել, բայց վստահաբար դու գիտես հայտնի այդ Սարե Գելին երգը, չէ՞։ Սարե աղջիկ երգը, որը Թուրքիայում պատերազմ թշնամակեց այդ երգի համար։ Ամենապոպուլյար երգն է Թուրքիայում հայերի հետ կապված նկատի, բայց հիմա ինքը միայն հայկական չի։ Ինքը ճիշտ է, տենց որ վշտի, բանի, տխուր, բանի եւ այլնի երգը, բայց վեճերի առարկա, միգուցե բանի, ձեր երաժիշտների պարագայում այլ վեճի առարկա, բայց ինքը նայ Սարի աղջիկը անունը Սարի հայերեն, չէ՞։ Թուրքերեն Սարը նշանակում է շեք, դեղին։ Իրենք նման ասեմ, դեղին շաբան, շեք աղջիկ, հիմա շեք աղջիկ կարա եւ հայ չլինի, չէ՞։ Ավելի շուտ կարա լինի ուրիշ ազգին։ Տենց աղավաղելով, փաստորեն երգը մեզնից տարել են, բայց սարքել են ընդհանրական, այսինքն ասում են սա անատոլիական երգ է, ընդ որում Անատոլիա ասելով երգի մասին չի խոսքը, շատ։ Այո։ Չէ, հենց այդ Սարե Գելինը ամենա ոնց որ բան օրինակներից է, էլի։ Սարքելով անատոլիական, ինչ որ գիտես ինչ անատոլիա, նաև արևմտյան Հայաստանին են իրենք անատոլիա ասում, հունական տարածքներին,
ասում են դե ընդհանրական սա հայերի, հույների, չի է, մասորիների, քրդերի, Պարսիկների, բոլորի երկ, այսինքն նույնիսկ մեր երկի իրավունքը չեն ուզում տանել, դե որ սա մեր երկի իրավունքն է։ Հիմա ես մի հատ էլ բան կասեմ, լավ հիշեցի, այդ երկի հետ կապված։ Բայց ինչ դա բան, օրինակ որ Հրան Դինքին լրագրող սպանեցին 2007 թվականին, այդ իր բոլոր արարողությունների ժամանակ այդ Սարգելին երկներ հնչում, այսինքն ոնց որ ասոցացվում է այնուամենայնիվ հայի հետ էր ասոցացում, դες տխուր, մեղեդի եւ այլն, մանավանդ կարծեմ ինքն էլ սիրել է այդ երկը եւ այլն։ Բայց մի հատ հետարքիր բան ասեմ, դուք երաժիշտներ միգուցե դժվար է բանին, փաստին ականատես եղածնեք, որտեղ դա վերաբերում է թուրքական մշակութաբաններին եւ ավելին ասեմ նաեւ գրողներին։ Իրենք անդրադառնում են Կոմիտասին։ Եվ Կոմիտասի հայկական պատկանելությունը եւ Կոմիտասի ստեղծած ժառանգության հայկականությունը վիճարկում են եւ չեն ընդունում դրա հայկականությունը։ Հիմա ես ձեզ երկու օրինակ բերեմ, նաեւ այդ քո հարցին էլի պատասխանություն մշակույթը որ մեզ տա։ Այսինքն մեզնից Կոմիտասին էլ են տանում։ Հիմա Կոմիտասի ժամանակակից թուրք ֆեմինիստ գրող Հալիդե Էդիպ Ադվար, որը եղել է առաջին ֆեմինիստներից մեկը թուրք 20-րդ դարի սկիզբ, այսինքն մինչև ցեղասպանություն Կոմիտասի հետ շփումներ, հետո եւ այլն, ու համարձակ գրքեր ունի, կանանց իրավունքներ, չգիտեմ, եւ այլն եւ այլն։ Հետո որպես այլախոհի փախել է Թուրքիայից, իր հուշերն է պատմում Կոմիտասի մասին։ Եվ ինչ է ասում։ Շեշտը դնելով որ Կոմիտասը թուրքախոս է եղել եւ այլն, ասում է հայ չի ասում Կոմիտասը։ Ասում է միգուցե ինքը հայացված թուրքերից է այս տարածաշրջանում ապրող։ Միգուցե, բայց իր ընտանիքը թուրքախոս էր, ինքը թուրքախոս էր։ Ինքը ավելի ճիշտ կլինի ասենք ընդհանուր տիպիկ անատոլիացի էր։ Այսինքն հայ չի ասում, անատոլիացի էր։ Եվ ասում չի բացառում, որ ընթացքում հայացված թուրքական ցեղերից մեկի ժառանգը լիներ։ Եվ պատմում է շփումներ, որ մեր տուն գալիս էր եւ այլն, եւ այդ կինը Հալիդե Էդիպը ասում է, որ ես եմ դիմել Թալյաթին, որ Կոմիտասին աքսորից հետ պահեն, հետ բերեն, մի խոսքով իբր ինքը դեր ունեցել, եւ հետո ասում է դե իր մոտ արդեն տենց հոգեկան բաներ կան եւ այլն, կար հետո տենց բանով հոգեբուժարան ընկավ եւ այլն եւ այլն։ Այսինքն ասում է, բայց իրեն ասել, որ ինքը լրիվ հայկական մշակույթի երկացրած սուտ է, ինքը ասում է տեղական մեր բաների, այսպես հովիվների եւ այլնի երաժշտության բանանողն է, մշակողն է։ Եվ ինքը հենց անատոլիական մշակույթի ստեղծողն է եւ այլն, ստեղծողներից մեկն է։ Այո, ավելի ուշ շրջանի մի գրող կա թուրք, գյուղագիր, Ֆաքիր Բայքուրտ անունով, իր վեպում եմ կարդացել, որ երկու գյուղացի ուրեմն վիճում են այս կոնտեքստը էլի Կոմիտասի գողանալու, երկեր գողանալու հայ-թուրքական սահմանին, չեմ 50-ական թվականներ, սովետա-թուրքական սահմանին երկու հովիվ մեղեդի են սուլում եւ ասում են դու գիտես, ասում է մի հայ կոմպոզիտոր Արամ Խաչատրյանը եկել է այս մեր Էրզրումի լեռներում շրջել է այս իմ ու քո սուլած այս մեղեդին լսել, գողացել է ու տարել է որպես հայկական ներկայացել։ Ես մեջբերում եմ գիրք 1950-60-ական թվականներին, այդ անչանեմ նույնիսկ վերնագիրն էլ նույնիսկ գրքի կարող միջել, բայց գրքի հեղինակն է Ֆաքիր Բայքուրտ, Թուրքիայի ամենահայտնի գյուղագիրն է։ Արամ Խաչատրյանն ասում է երաշտա գող։ Հալիդե Էդիպը Կոմիտասին ասում է գող, հայ չի։ Հիմա մեր մշակույթը, ասենք, Արամ Խաչատրյանին հայ չեն համարում։ Արամ Խաչատրյանը երաժշտություն հայկական չեն համարում։ Ընդ որում ոչ միայն քաղաքագործիչներ, առաջադեմ գրողներ, որոնք պետք է ազգերի բարեկամության մասին խոսեն։ Կոմիտասին նույնպես։ Հետևաբար, երբ որ մշակույթը անում են, այստեղ միայն մշակույթի հարցը չի։ Հիմա դու պատկերացրու, երբ որ ասում ես, երբ մենք ֆիքսում ենք, որ Կոմիտասի հետ ստեղծածը այն հայկական դարավոր եկած երաժշտությունը, որ Կոմիտասը իր հանճարով, այո, մշակել եւ այդ Կոմիտասը որ լսում ես, ոնց չես անգամից ֆիքսում որ դա հայկական է, չէ՞, բայց ասում է չէ,
Այ հիմա դեպ որ ասում են, չէ, ուրեմն ցույց է տալիս, որ Կոմիտասը որտեղից որ դա հավաքելը, դա հայկական չի, ումից որ հավաքելը դրանք հայեր չեն, եւ քո արմատները այնտեղ չեն։ Դու չունես այդտեղ արմատ։ Եվ Կոմիտասի հավաքածը ոչ թե քո մեր թվարկությունից առաջ եմ 2000 տարի առաջվա Մեղեդիի մշակված տարբերակն է, այլ դու, չգիտեմ, հավաքել ես, գողացել ես, ստեղծել ես ինչ որ ընդհանրական բան, անատոլիական ինչ որ մշակույթ։ Հետևաբար սա նույնպես քաղաքականություն է։ Ես բազում այլ օրինակներ կարող եմ բերել, դե գիտեք հայտնի օրինակներ, եկեղեցիները վերածվում են մզկիթի, ասենք ճարտարապետներին համարում են Պալյան ընտանիքին, որը ճարտարապետների ընտանիքը հայտնի է Թուրքիայում շատ հետաքրքիր բաներ ունի կառուցած, այդ թվում թուրքական սուլթանների պալատը Ստամբուլում Դոլմաբահչե կոչված պալատը, որ համարում է արևելյան Վերսալ։ Վերսալի ոճով, բայց Բոսֆորի ափին։ Նույնիսկ երբ որ ես Ստամբուլում, ես անձամբ եմ լսել։ Ասենք գիդը այդ պալատ թանգարանում ներկայացնում ասում ճարտարապետները Պալյանի ընտանիք։ Հետո ասում Պալյանին ովքեր ասում իտալացիներ։ Պալյանի հասկանում Չգիտես Սաղաթեչ։ Հիմա ասենք ճարտարապետից չեն ընդունում, երաժշտից չեն ընդունում եւ մյուսները, բայց դա մշակույթը գողանում են, պատմությունը դել հետ Գենետիկ թեստերն էլ արգելեցին։ Հետ են գողանում։ Հիմա մենք զուգահեռ կարող ենք տանել Սայաթնովային ասում են մի հատ էլ գրող հիշեմ, թուրք հայտնի գրող Յաշար Քեմալ, շատ հայտնի գրող է։ Բայց մի քիչ երկարեց մեր ոդկասթը։ Չէ, մենք ժամանակ չունենք։ Բանը երկու օրինակ բերեմ, որտեղ էս հարցի մեջ է, էլի շատ կարևոր է։ Թուրքիայի 20-րդ դարի ամենահայտնի գրողներից մեկն է Յաշար Քեմալ եւ հետաքրքիր է մեզ համար, ինչով ինքը լինելով լրագրող 1950-ականներին անցնում է Վանի Ախտամար կղզու կողքով, տեսնում որ եկեղեցին քանդում են, Սուրբ Խաչ եկեղեցին, փոքր մի հոդված է գրում հանրապետական թերթում, որից աղմուկ է բարձրանում ու եկեղեցու քանդելը կասեցնում, մի մասը քանդում են, մի մասը այն ինչ որ հիմա կա Սուրբ Խաչ եկեղեցին Ախտամար կղզու։ Երևի այն պատերը, որոնք կան, դրանք են քանդվածները։ Կողքի եպիսկոպոսական այդ խցերն են քանդած լինում, դեռ հասած չեն լինում բուն եկեղեցուն, վերամնում է եւ շնորհիվ Յաշար Քեմալի, որ այդ ժամանակ երիտասարդ մի 30 տարեկան լրագրող է լինում։ Հետո 2000 չեմ հիշում որ թվականին Հայաստանի մշակույթի նախարարությունը իրեն մեդալ տվեց Գրիգոր Նարեկացու։ Յաշար Քեմալ, այդ էլ հետաքրքիր, Հայաստանի մշակույթի նախարարությունը Թուրքիայի քաղաքացի գրողին մեդալ տվեց Գրիգոր Նարեկացու, ինչու Գրիգոր Նարեկացու, ակնարկը հետևյալ էր, Նարեկացին ճգնել է Վանա լճի շրջակայքում, դու փրկել ես Վանի Ախտամար եկեղեցին, կղզու եկեղեցին եւ այլն։ Յաշար Քեմալը ազգությամբ քուրդ է։ Ինչա երկու բան կա, այսպես Յաշար Քեմալի հետ կապված։ Մեկը բանի Արարատի հետ կապված։ Արարատ լեռան։ Ինքը գիրք ունի, կոչվում է Արարատ լեռան առասպելը, որ ասում է քրդական լեռ է։ Եվ հայրենիքաստեղծ բան է անում Յաշար Քեմալը, որ դա քրդերի հայրենիքն է, ինչ որ առասպելներ Արարատի հետ կապված։ Ես էլ եմ լսել, որ ասում են Բայազետի այդ տարածքը հենց հիմնական քրդական հայրենիք է, ինչ որ։ Բայց ասենք հենց Արարատ լեռը, պատկերացնում ես, ասեմ Սիրահարը պիտի բարձանա լեռան գագաթին կրակ վառի, որ չգիտեմ ինչ հարսնացում տեսնի, բան, ինչ որ sense բաներ է պատմում, ինքն անգամ Արարատ լեռը չի, այսպես ասած, ընդունում որպես մերը։ Մենք գալու ենք ձեր դասերին։ Մի անգամ մի պատմություն լսեցի, որ ցեղասպանության ժամանակ, երբ որ արդեն խառը վիճակներ ա լինում, ինչ որ թուրք երաժիշտ Կոմիտասի աշխատությունների մեծ մասը վերցնում է ու սկսում է այդ ամեն ինչը ոնց որ ինքը նվագել, երգել ու այդ ամեն ինչը ներկայացնել որպես թուրքական։ Չգիտեմ այդ պատմությունը ինչքանով է ճիշտ թե չէ, ասեցի ասեմ, եթե տենց բան կա, որ լսել եք, ասեք, եթե չէ, իմանամ, որ չկա տենց բան։ Կանխելու միջոցներ ունենք։ Կարա հաստատ կարա լինի, որտեվ հա, հիշեցի Յաշար Քեմալի ասածը։ Սայաթնովային ասում է քուրդ։ Ընդ որում հարցազրույցում ասա։ Ոչ թե գրքում գեղարվեստական։ Յաշար Քեմալի հարցազրույցներից մեկում ասում է Սայաթնովայի համար վիճում են, ասում են հայա, վրացիա, թուրքա, ադրբեջանցիա, ոչ քուրդը։
Հիմա փաստորեն նայեք Կոմիտասը հարցական տակա վերցված Արամ Խաչատրյանը Զայաթնովան էլ 4 մասի է բաժանված մեկ ասում են թուրքա մեկ ասում են քուրդա մեկ ասում են վրացիա Եթե մերն է չի ուրեմն հայրենն է չի էլի այսինքն բայց դուք ուշադրություն դարձեք որ ասենք թուրք ես խոսում եմ հայտնի գրողների մասին որոնք ինչքան գիտեն մեզ ինչքան Կոմիտասին գիտեն ու ոնց իմանալով հանդերձ ոնց են ուզում մեզնից խլեն Զայաթնովային ոնց գիտի քուրդ թուրք գրող Յաշար Քեմալը որը եկեղեցի քանդելուց փրկել է բայց Զայաթնովային ասում է ձերը չի եւ այսպես է Կարաչե օրինակ ասեր մյուս ազգերին է պատկանում բայց քուրդ Կանց որում ասում Արադ Սարն էլ ձերը չի դուք ինչ եք տենց շատ կենտրոնացի Արադ Սարը հայերն էլ են տենց ասում հա բայց հայերից առաջ Յաշար Քեմալն էր ասում Ես այս վերջում ուսումնասիրում էի քրդական երգեր ոչ թե ուսումնասիրում էի այլ լսում էի ուզում էի հասկանալ ինչ նմանություններ կան ինչեր կան ու հանդիպեցի էլի Արարատի մի քանի դրվագների որ երգերի մեջ Արարատը ներկայացնում են էլի սիրո խորհրդանիշ իրենց մոտ այո բայց դա այնց բան չի էլի չեզոք բան չի դա այնց իր մեջ տակը քաղաքական բան կա մեկ Յաշար Քեմալը համարվում է քրդերի հայրենիքաստեղծ գրողներից մեկը հայրենիք տվող որ ասում են քուրդ ջան ես Բայազետը քոնն է քո հայրենիքն է Արարատը քո հայրենիք քո Սուրբ Լեռնա եւ այլն դրա համար ասեն գրքի անվանումը վերնագիր է Արարատ Լեռան առասպել Աղրդաղը Էվսանեսի թուրքերենով հայտնի գիրք է շատ մեծ տպականակներով տպված իրականում վերջերս մի քանի ոդկաստ առաջ մի հատ միտք էի ասել, որը ամենավերջում էր զարմացել էի, որ մարդիկ կան լսել էին։ Իսկ մշակույթը հանում ես, տակը բան չի մնում։ Լիքը մարդ իմ հետ համաձայն չէր, որ դե ինչ ես տենց ասում, լիքը բան ունենք առած պատմական եւ այլն, ասում եմ դե ամեն ինչը հանուն մշակույթի է եղել էլի իրականում, եթե Չերչիլի խոսքը կա չի հայտնի։ Որը երկրորդ համաշխարհային ժամանակ, երբ որ Անգլիայի վարչապետ Չերչիլին բյուջեն կազմելուց ասում են այս մշակույթի ծախսերը հանենք էլի հիմա կռվի մեջ ենք ասում ումա պետք բանը որ մշակույթ չկա էլ այսքան այդ ամեն ինչը այդ մշակույթի միջազգային հարաբերությունում սովորելու ժամանակ հիմա մշակույթը մի քիչ ցածր տեղում ա գտնվում կրոնը ասենք մշակույթ եկեղեցին են ուզեցեք հանդեն կռիվ են կարել է տեղել է մշակույթ ընտանիքի չգիտեմ ընտանեկան արժեքներին են փորձել կպնեն դրա համար են կռիվ արել մշակույթը Ես Նարեկի այդ ոդքասթի ժամանակ մի հատ բան եմ ասել, չգիտեմ այդ մեկը տեսել ես, որ Արամ Խաչատրյանը ինքը իրենով փաստորեն մեր մշակույթի դեսպանն է, նաև ինչ բան անում, որ սուսերով բառը, երբ որ ասում են հայի ստեղծած է, ուրեմն տեղից բխում է, որ այդ սուսերով բառ կարող ունենա մի ժողովուրդ, որը համարձակ է, որը կռվող է, որը պատմություն ունի։ Այսինքն Արամ Խաչատրյանը մենակ բանը չի գրել էլի, այսպես ասած, մեղեդին չի սուսերով, այլև քո ազգի ինչպես ասած բան է տվել, քո ազգի ինչ-որ կոդի մի հատվածը աշխարհին ներկայացնում, որ ասես մարդիկ, այնց մարդիկ են, այս ազգը, որ թրերով բարում են, կռվում են, ու աշխարհահռչակ գործ է դա, ես բոլորը գիտեն, ասինքն այս տարի հանդիպեցի մի հատ դրվագի Փարիզում, հենց Դիսնեյլենդում, որ հիմնականում երաժշտություններից մեկը սուսերով բառներ, որ գնում էր ֆոնային ուղակի միշտ միացրած էր։ Հետարքի օրինակ Արամ Խաչատրյանը հանդիպել է Հռոմի պապին, նկարներն կա Հռոմի պապը ոնց Արամ Խաչատրյանին ընդունում ու որը խոսում է երաժշտությունից։ Այսինքն Հռոմի պապին հայկական մշակույթը հասանելի դարձնող մարդկանցից մեկը Արամ Խաչատրյանն է, որը ոչ միայն իր անձն է ներկայացնում, այլ ներկայացնում է քո մի ամբողջ ազգի մշակույթը, ոնց մշակույթը հանես տակը Իհարկե, որ ասենք Արամ Խաչատրյանը գրած ասեն դա, չգիտեմ, հայկական չի, դա սովետական Հա, էտել է հետաքրքիր։ Դե որովհետև այդ շրջանը տենց է եղել։ Իրականում դա սովետական միություն է եղել, բայց միության ժամանակ ինչքան էլ ոնց որ փորձենք վատ բաներ ասենք, մի քիչ էլ լավ բան եղել է էլի ամեն դեպքում։ Հա, բայց սովետի ժամանակ ինքը կարծել է հայկական անել։ Հա, հենց այդ։ Այսինքն սուսերով բարը հո բան չի, կոմունիստ կտվորուհիների մասին բար չի, բան չի։ Իհարկե, պատմություն է։ Հա, սովետական միություն գերտերություն թե իմպերիա ասենք, իր սեփական ուղիով, հա, քաղաքական եւ չգիտեմ, տենց ներքին, բայց ամեն դեպքում չի եկել ոչ մեկին չի ստիպել որ չանեն։ Կամ էլ կարողացել ինչ որ ձեւ շրջանցելով անեն։ Հա, չէ, ձեզնից եմ էլի լսել, որ երբեմն ինչ որ բաներ խորհուրդ են տվել, այս մի մասը մի քիչ փոխեք ու ձև սարքեք կամ թող մի քիչ էլ։ Նույն Բաբաջանյանը ունի կոմիտասյան գործեր մշակած ներքասական վերսիայով։
բոլոր այդ մեծեր օրինակ Մարտիրոս Սարյանը բան ունի, սոցիալիստական ռեալիզմի շարք ունի նկարների։ Իսկ ոչ միայն այդ հայկական լեռներ բաներն են կարելի, ասենք ուրախ կտվորիներ, տրակտորիստներ, որոնք վերադառնում են դաշտից կոլխոզ, բան, ասենց շարք ունի ոնց պարտադիր։ Բոլոր գրողները Լենինի մասին բանաստեղծություններ ունեն։ Բոլորը հայտնի բոլոր գրողները պետք է Լենինի մասին մի բան գրեին։ Բայց դա չի նշանակում, որ ասենք Պարսեվական անլրելի զանգատուն չգրե կամ մյուս գրողները, չեմ Շիրազը կամ Ավետիքիսական կամ մյուսներ։ Այդ Լենինի օգուտ ասած իրենց նալոգը տվել են պետությանը Լենինի մասին։ Բայց այն մյուսներն է ստեղծել են։ Իսկ այդ Խաչատուր Աբովյանի հետ կա չէ արտահայտությունը Որը Ռուսի ոդկի օրնավի այդ էլ մի ուրիշ ծայրահեղություն է, էլի։ Հա, երևի էլի ժամանակի իրականում ես երբեք չեմ մտել պարտադրանքն է։ ինչի համար է տենց ասել Իսկ մա կոնտեքստ այդ ժամանակի կոնտեքստում պետք է նայել, երբ է ասել Աբովյանը, երբ որ դարեր շարունակ Հայաստանը եղել է մուսուլմանական այդ մի քիչ առաջ նկարագրածս ծանր բեռի լծի տակ, որ հարկերը, չգիտեմ, տասնապատիկ, մարդունակներ չկա, պատվի պաշտպանություն չկա, կարան հայ աղջիկներին գողանան եւ այլն, ռուսը խորհրդաշմա քրիստոնեական կայսրություն, որը այստեղ էս տարածքը գրավել է թուրքերից ու պարսիկներից եւ բնականաբար քրիստոնյաները այդ կայսրությունում բնականաբար ավելի լավ կարեն ապրեն։ Կոպիտ ասած փրկության հույս են։ Հա, հետո պետք է հասկանանք, որ գրողը ասողը Խաչատուր Աբովյանը քաղաքական գործիչ գրողը ասողը կարող է էմոցիոնալ ասել։ Հիմա Չարենցն է ասել է կեցել Լենինն ու Ալին, հետո եղավ որ Չարենցի այն մյուս գործերը երկիր նայրին կամ իր այդ ակրոստիկոսը, որ մեր ուժը մեր միասնականության մեջ է կամ մյուս այդ իր ֆանտաստիկ գործերը պետք է դրանք անտեսել կամ նույն այդ հայրենիքի կորուստը ինչքան բանով է տված իրեն Կարսի մասին բանաստեղծության մեջ չէ, տաղ անձնակայքը չենք ասում, թողած Կարսը գետյապ այդ ինչ հիմա Լենինն ու Ալինն էլ է գրել, բայց ասենք ոնց բան անենք էմոցիոնալ մարդիկ են արվեստագետները, կարող է եւ ինչ որ այդ պայն Խաչատուր Աբովյանը ուրախացած ինչ որ բանով ասել է, հիմա սարքեցին այդ մարդը։ Մենք ենք 5 տարի առաջվա մեր կարծիքը, հիմիկվա կարծիքը լրիվ հակասականա տարբեր է 5 տարի առաջ ուրիշ ձև ենք մտածել, հիմա ուրիշ ձև կամ չգիտեմ 10 տարի առաջ թեկուզ ամեն դեպքում ինչ որ փոփոխական բաներ կա։ Զուգահեռ է Խաչատուր Աբովյանի այդ կոչի հետ վերջի Մակրոնի այցի ժամանակ Հայաստանում Երևանում ոնց էին Մակրոնին ընդունում։ Այդ նույն բանը չի օրնավի Մակրոնի ոդկա։ Այդ մոտավորապես նույն հիմա Խաչատուր Աբովյանի ժամանակ Instagram չի եղել կամ բան չի եղել, սելֆի չի կարացի անի ռուսի սալդատ Հիմա տենց բանը գրել այդ մարդը։ Ուղղակի վիզուալ մի բան պատկերացրեցի տես դրվակ։ Էդ այ մարդ։ Ձերով գալիս։ Ոյ ժամանակը հատվածը։ Մերսի ձեզ շատ։ Ես ինչ տակ։ Ես վստահ եմ, որ մենք անպայման էլի հանդիպելու ենք։ Ու հույս ունենք, որ մեր այսօրվա ոդքասթը մեր հանդիսատեսին կամ լսարանին ինչ որ մի բան կտա, հաստատ կտա, բայց կուզենանք, որ փոփոխություն ինչ որ չափով մի քիչ գոնե, մի քիչ լինի։ Ուղղակի ազգային ասելուց միշտ տպավորություն չգիտեմ նենցա, որ հենց ասում ես ազգային բոլորի մոտ տպավորությունն է, sense առաջինը դաշնակներն են գալիս, հետո չգիտեմ գնանք սպանենք, փրթենք, sense ինչ որ բաներ, ուրեմն որ ասում ես դե ավանդական տարազով ազգայինի այդ դրսևորումը ուղղակի դաշնակցականների մոտ առաջացել է, SS բաների պատճառով, բայց նշ չի, եթե ես ազգային ինչ-որ միտք եմ ասում, դաշնակ եմ, մոտի սպանելու հետ է կապված։ Չէ, բայց այդ քո ազգը, այսինքն հիմա դրա շատ բնական բան է, չէ։ Դաշնակներից հետո սասնացրել։ Չէ, որ դու այդ ազգից ես։ Հիմա ասենք, եթե քո ընտանիքի մասին ես խոսում, դու էս ինչյան ես։ Ասենք այդ քո ազգանվան քո ընտանիքի մասին դու ավելի բան ես, չէ՞, ասում ես պապասը սենց է եղել, տատասը նենց է եղել, ինչ որ բան ես չի խոսում։ Հիմա էս էլ քո մեծ ընտանիքն է, քո ազգի մասին ինչ որ բան է, մը պարտադիր չէ որ ասենք ազգային պիտի բան անենք, տարազներ հագնենք, գայինք նստենք, այդ ոդքասթն էլ գնայինք բաներում անենք, լեռներում անենք, կամ պայման որ ասենք բան լիներ։ Չէ, տենց չի։ Հետո ասել որ ազգային համամարտկային է։ Ու ասի հիմա ասենք բաներ են համաշխարհային էծությունները ազգային չի, Դաստոևսկին համաշխարհային է, բայց ռուս գրականության ներկայացուցիչ չի, Հեմինգվեյը ազգային չի, այսինքն համաշխարհային է, բայց Հեմինգվեյը ինչական գրականության հիմնադիր կամ բանը ներկայացուցիչը կամ չեմ բազմաթիվ Մոցարտը կամ մյուսը, հա, համազգային են, չէ, համաշխարհային են, բայց ինչ որ Մոցարտը ասում ես, չես ասում, չէ՞ որ ինքը բանա
մեքսիկական երաժշտությունը, չէ՞, կամ Նույնը ինչ շոկն է։ աֆրիկյան, բայց հիմա չես ասի Մոցարտ, ասում ես բան, ուրեմն դա դու նեղ տանում ես ազգային ինչ որ վատ իմաստով բանի մեջ։ Ինչ են վախենում այդ ազգային բառից, ես ուղղակի զարմանում Գիտեմ, եմ։ ես էլ տարբեր տեղեր նամանավանդ նկարահանումներով շփումներ լինում են մարդկանց հետ։ Հետո գիտես ինչ, մարզերում շատ են տես ազգայինից խուսափողը գնում է ուրիշ ազգին։ Այսինքն նայեք, օրինակ կան արտասահմանում հայեր, որոնք իրենց ազգանվան յանը հանում են, տակնատ ինչ որ մի ուրիշ բան են կպցնում, ով կամ ի, ասենք Արզումանյանա դառնում Արզումաննի, բայց ուրեմն գնում ես իտալական, չէ՞ ես իտալական ազգայինն է դուր գալիս։ Ինչ որ մի ազգայինը դուր է գալիս ամենայն դեպս։ Դա Էլի ազգայինի մեջ է։ ինչ որ մի ազգի, բայց ոչ քո։ Մերսի ձեզ շատ։ Ես եմ շնորհակալ։ Հիշեցնեմ, որ մեր այսօրվա հյուրը պատմական գիտությունների դոկտոր պրոֆեսոր թուրքագետ, արևելագետ Ռուբեն Մելքոնյանն էր։ Շատ շնորհակալություն։ Շնորհակալ։ Ես եմ շնորհակալ, լավ։ Մինչ նոր հանդիպում։ Տեսություն։